Անհնար է հավատալ, բայց Իրանին հարվածելու վերջնական հրամանը Դոնալդ Թրամփը տվել է Գոլֆի ակումբում։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի 3 միջուկային կայանների, այդ թվում գլխավոր Ֆորդոյի կայանին։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները հիմնահատակ ոչնչացվել են, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ զինուժը զանգվածային ճշգրիտ հարվածներ հասցրեց իրանական ռեժիմի 3 առանցքային միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին։ Իրանի առանցքային միջուկային հարստացման օբյեկտներն ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են։ Իրանը, Մերձավոր Արևելքի բռնարարը, այժմ պետք է խաղաղություն կնքի։ Միացյալ Նահանգները Իրանին հարվածել է, ինչպես ամերիկացիներն են ասում, բոլոր ռումբերի մայրը համարվող զինամթերքով։ Մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը, սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարել են 2001 թվականից ի վեր իրենց ամենաերկար առաքելությունը և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հակաբունկերային ռումբը, որը հայտնի է որպես ռումբերի մայր։ Հեքսեթը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրած հարվածներին պատրաստվել է շաբաթներ շարունակ, խիստ գաղտնիության պայմաններում։ Այս հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նամակ է թողել Լացի պատի մոտ և աղոթել, ապա շնորհակալական մեծ ուղերձով հանդես եկել։ Ամերիկան իսկապես անգերազանցելի էր։ Նա արել է այն, ինչ երկրի վրա ոչ մի այլ երկիր չէր կարող անել։ Նախ գալիս է ուժը, հետո խաղաղությունը։ Նախագահ Թրամփ, ես շնորհակալ եմ ձեզ։ Թրամփին շնորհակալ է նաև ամբողջ Թել Ավիվը, Իսրայելի մայրաքաղաքում հսկայական պաստառներ են։ Շնորհակալություն, պարոն նախագահ գրությամբ։ Իդեպ Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր 3 միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են Միացյալ Նահանգները։ Լիլիթ Մուրադյան, Open Media։